Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է ունենում ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ, եւ բնականաբար սա պատահականություն չէ։ Սա իրականում քաղաքական ներքին կյանքի միջամտությունն է, որը փաթեթավորել եք դիվանագիտության լեզվով։ Եվ դուք այն ուժերն եք, որոնք մեր ժողովրդի ամենածանր պահին լռեցիք, կամ ընդամենը ձևական հայտարարություններ արեցիք, եւ այսօր եկել եք կապիտալացնելու այն, ինչի համար այս ընթացքը տեղի ունեցավ, եւ ինչի արդյունքում այսօր առնվազն 120,000 հայեր դարձել են թափառական աշխարհով մեկ։ Եվ այս ամենը դուք արեցիք ընդամենը, որպեսզի ունենաք ազդեցության գոտիներ, եւ արդյունքում դուք ունեք նաեւ վերահսկելի իշխանություններ Հայաստանի Հանրապետությունում։ Արցախի ողբերգությունը ձեր համար առաջնահերթություն չի եղել ու չկա։ Տարիներ շարունակ, իսկ հատկապես հիմա դուք այն որպես գործիք եք օգտագործում, որպեսզի կարողանաք տարածաշրջանը ընդամենը կառավարել։ Եվ երբ այդ խոչընդոտը ճակերտներում ինձ համար, իսկ իրականում ձեր համար, երբ Նիկոլը վերացրեց հայկական կողմի պարտության հայրենազրկման գնով, ճանապարհը բացվեց, եւ դուք այսօր շատ ավելի բաց եւ անարգել ներգրավվածություն ունեք արդեն Հայաստանի ապագան անորոշ կամ վտանգավոր ճանապարհով տանելու համար։ Հիմա դուք եք, ստացվում է արդեն Հայաստանում ձևավորում մի օրակարգ, որը ուղիղ ազդում է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, եւ դուք իրականում ընտրություններից առաջ ցուցադրական աջակցություն եք անում այս ազգադավ իշխանություններին, իսկ գործող իշխանությունները բնականաբար փոխանակ պաշտպանեն պետության ինքնիշխանությունը, պետության ազգային շահը, վերածվել են ընդամենը այդ ազդեցության փոխանցման գործիքի։ Եվ ստացվում է, որ վտանգված է ոչ միայն մեր անցյալը, վտանգված է բնականաբար մեր ներկան, վտանգված է մեր ապագան։ Դուք կարողանում եք այսօր խաղաղություն կոչել այն, որ օրինակ Հայաստան կարող է գալ Ադրբեջանի տարածքով անասնակեր, չգիտեմ, պարարտանյութ, բենզին, բայց որևէ մեկը չի խոսում, որ կարող է այդ ճանապարհով հայ գերիները վերադառնան իրենց ընտանիքներ։ Հետևաբար ձեր բոլոր կոչերը, ձեր բոլոր խոսքերը կեղծ են այնպես, ինչպիսին որ դուք եք։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա, պատասխանատվություն կրելու եք դուք բոլորդ միասին, եթե չկան երկակի ստանդարտներ, եթե իրականում ժողովրդավարությունն է առաջնահերթությունը, ապա ես որպես Արցախից բռնի տեղահանված կոչ եմ անում ձեզ պաշտպանել մեր իրավունքները, օգնել, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ մեր տներ, օգնեք, որպեսզի կարողանան մեր զոհվածների մայրերը իրենց որդիների շիրիմներին ծաղիկներ դնել, օգնեք, որպեսզի մեր գերիները ու պատանդարված անձինք վերադառնան հայրենի։ Հակառակ դեպքում դուք նույն յաթաղանն եք բռնել ձեր ձեռքին, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, ինչ մի քանի տարի առաջ բռնել էր ադրբեջանցի։